Այս ընտրությունները շատ կարևոր են լինելու եւ որոշիչ է լինելու մի բան, թե որ կուսակցությունները ընդդիմությունը պետք է ունենա պետականամետ մի մոտեցում, որ եթե տեսնում է, որ իր հնարավորությունը ընդդիմադիր յուրաքանչյուր ուժ, եթե տեսնում է, որ իր հնարավորությունը անցնելու շեմը փոքր է, պետք է չմտնի process-ի մեջ, թույլ չտա, որ իր ձեները կորեն։ Դա ամբողջ ընդդիմադիր դաշտի իմ կարծիքով պայմանավորվածությունների ձևաչափը պետք է դառնա, քանի որ դրանով մենք ակամայից այդ ուժերը կաջակցեն այսօրվա իշխանության վերարտադրությանը, որովհետև իշխանության փոփոխությունը ընտրական process-ով փոքր տոկոսների տարբերությունով է տեղի ունենալու ամենայն հավանականությամբ եւ ընդդիմության կորցրած 3%-ը, 4%-ը առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար։ Այդ իսկ պատճառով մենք բոլորի հետ հանդիպման ժամանակ մատնանշում ենք, որ եթե հնարավորությունը քիչ է անցնելու շեմը, պետք է պետականամետ մեր մոտեցումը, քանի որ բոլորը հասկանում են այն վտանգները, որ այս իշխանությունը ներկայացնում է, պետականամետ մոտեցումը գերակշռի սեփական ամբիցիաների հանդեպ։ Ինչ վերաբերում է կոալիցիաներին, ճիշտ եք, նախընտրական կոալիցիայի հետ կապված մենք վարում ենք քննարկումներ, բայց այս պարագայում, այս պահին մենք տեսնում ենք մի ճանապարհ։ Ժամանակի ընթացքում վերջնական քաղաքական կուսակցությունը հանդես կգա հայտարարությամբ եւ դիրքորոշումով, ինչը բխելու է այն նույն տրամաբանությունից, որը ես նշեցի նախորդիվ, այսինքն, որ փոքր կուսակցությունները, ովքեր հնարավորություն չունեն անցնելու, պետք է չմտնեն process-ի մեջ մեր կարծիքով, որովհետև դա իշխանական օրակարգի սպասարկում է լինելու, աջակցելու իշխանությանը վերարտադրվելու։ Ինչ վերաբերվում է կոալիցիաներին, նախընտրական, ես ասեցի, որ երիտասարդ ուժերի հետ ընթանում են քննարկումներ, որի վերաբերյալ վերջնական մենք որոշում կայացնելու ենք նախընտրական process-ների վերջի этаպում։ Քանի որ քննարկումները տարբեր ընթացակարգերով են տեղի ունենում, չէ ուզենա բարձրացնեի, բայց արդյունքի լինելու պարագայում ինձ թվում է մեր հասարակությունը կիմանա։ Եվ առաջանալու վերաբերյալ պարոն Ղարաբեկյան, դուք ասացիք, որ վարչապետի տեխնացիների հետ կապված, այսինքն կարող եք ֆիքսել, որ արդեն տեխնացուն որոշված է։ Այո, տեխնացուն որոշված է, տեխնացուն ճիշտ որ ասեմ, երկար ժամանակ է որոշված, ուղղակի մենք այդ մասին կհայտարարենք փետրվարի 12-ին։